Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Եղոյան, հրավերն ընդունելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Երևանում, ոնց կգնահատեք այցը։ Շատ դրական, շատ արդյունավետ։ Դուք տեսաք արդյունքները, որոնցից ես կառանձնացնեի հատկապես երկուսը, առավել կոնկրետ եւ շոշափելին ու տեսանելին արդեն, ուրեմն 52 միլիոն եվրոյի բյուջետային աջակցությունը, ես հիշեցնեմ, որ բյուջետային աջակցություն մենք կոչում ենք այ գումարը, որը ուղղակիորեն փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական գանձապետարան եւ այնտեղից արդեն կառավարություն դա դառնում է մեր բյուջեի գումար, կառավարությունը ծախսում է հայեցողաբար այդ գումարը, իհարկե որոշակի սահմանված կանոններով եւ նպատակներով, բայց շատ մեծ ճկունությամբ այդ գումարը նախատեսված է արկա ուրեմն մեր արտահանման ուղիներում առաջացած որոշակի խոչընդոտների հետ կապված հարցերը լուծելու համար է նախատեսված, բայց առավել կարևոր եւ այս ամբողջ այցի եւ բանակցությունների ամենակարևոր արդյունքը դա ինքնավար առևտրային միջոցների տրամադրումն է, միջոցառումների տրամադրումն է Հայաստանին, ինչ է դա իրենից ներկայացնում, դա մի բացառիկ գործիք է Եվրամիության կողմից կիրառվող երրորդ պետությունների նկատմամբ, այսինքն իրենց անդամ չհանդիսացող պետությունների նկատմամբ, որի բովանդակությունը հետևյալն է, ժամանակավորապես այդ պետություններին տրամադրվում է անմաքս, առանց տարիֆային բարիերի, առանց քվոտայի, որոշակի ցանկ ապրանքների համար առևտրի իրավունք։ Այսինքն մոտավորապես այն նույն հնարավորություններն են տվում Հայաստանին ժամանակավորապես, որը ունեն ազատ առևտուր ունեցող պետություններ, ինչպես Վրաստանը, ինչպես Մոլդովան, ինչպես արևմտաբալկանյան պետությունները, եւ անդամ պետությունները, այդ պետությունների համար ընդհանրապես խոչընդոտ չկա, այնտեղ ոչ թե ինչ-որ ցանկով է ապրանքների 80%, 90%, այդպես չի, այնտեղ ընդհանրապես 4 ազատությունները, այսինքն ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ հոսքը երաշխավորված է առանց որևէ քվոտավորման, առանց որևէ սահմանափակման, առանց որևէ ցուցակի։ Ազատ առևտրով պետություն, ազատ առևտուր ունեցող պետությունների հետ ամեն մեկը իրենք ունեն առանձին պայմանագիր, որտեղ հստակ սահմանվում է կախված այդ պետության կարիքներից, ինչպես նշեցի օրինակները, հիմա մենք չունենալով ազատ առևտրի համաձայնագիր Եվրամիության հետ, ստանում ենք համանման իրավունքներ, որպեսզի հաղթահարենք ստեղծված իրավիճակը եւ նաեւ օգտվելով այս հնարավորությունից մեր ստանդարտիզացիայի process-ը շարունակենք ավելի արդյունավետորեն եւ եթե ապագայում կունենանք ազատ առևտրի համաձայնագիր, արդեն ավելի պատրաստ կմտնենք այդ համաձայնագրի մեջ, եթե մարդես մինչև նման համաձայնագիր ունենալը այս միջոցառումները դադարեցվեն, ավելի որակյալ արտադրանք կունենանք, որոնք հնարավորություն կունենան մաքսը մեջը մրցակցել ավելի արդյունավետորեն մրցակցել եվրոպական շուկայում եւ ոչ միայն եվրոպական շուկայում։ Շատ այս արտոնյալ պայմաններից ամեն դեպքում օգտվելու համար մեր արտադրողները պետք է իրենց ապրանքի որակը համապատասխանեցնեն, չէ՞, շուկայի ստանդարտներին եվրոպական։ Այո, որոշակիորեն, այո, բայց սա դեռ այն ստանդարտիզացիան չի, որ ունենում է ԵՄ անդամության տեխնացուն, ԵՄ անդամ դառնալուց առաջ, այո, նվազագույն ստանդարտներն, այո, անվտանգային ստանդարտներ եւ այլ դրան պետք է համապատասխանի, բայց արտոնություն ասվածը այն է, բիզնեսը կկարողանա օգտվել հաշվի առնելով, որ մենք հիմա իսկապես հիմա էլ կարողանում օգտվել, ուղղակի մաքսը մեջ է, ինչը թանկացնում էր ապրանքը եւ այն դառնում էր համապատասխանաբար ավելի քիչ մրցունակ, գինն էր աճում ապրանքի, հիմա նախ քվոտաներն են վերացվում, որտեղ տեսեք, ուրեմն գյուղատնտեսական ապրանքները ամենապաշտպանված ապրանքատեսակներից մեկն են ԵՄ շուկայում, որովհետև իրենք էլ ունեն իրենց գյուղատնտեսական արտադրանքը եւ իրենք ամեն ինչ անում են, որ նախ իրենցը սպառվի եւ հետո նոր քվոտավորված
ներկրվի երրորդ երկրներից, հա, այստեղ էլ է դա հանվում, այսինքն գյուղատնտեսական ապրանքների 99%-ը մենք նկատում ենք անունների 90, անուն ապրանքների 99%-ը, ոչ թե ծավալի 99%-ը հնարավորություն կունենանք արտահանել Եվրամիություն, ինչը շատ մեծ առավելություններ է։ Դրանք հիմնականում այն ապրանք խմբերն են, որոնք հիմա ԵԱՏՄ-ի ռուսական շուկայում խնդիրներ ունեն։ Այդ ապրանքներն են եւ այլ ապրանքները, որոնք այդ ցուցակի մեջ, այսինքն արգելված ապրանքների ԵԱՏՄ-ում, այսինքն ռուսական շուկա մտնելու հնարավորություն չունեցող ապրանքներից տարբերվում են։ Այսինքն իրենք ցանկը սահմանելիս չեն նայել, թե այնտեղ ինչն է արգելված, որ այդպիսի ցանկ սահմանեն, այդպես չեն նայել հարցին։ Բայց այդ դեպքում ինչու 80% ապրանքախմբերին է վերաբերում դա։ Որովհետև կան ապրանքատեսակներ, որոնք շատ ավելի պաշտպանված են եւ դրանց համար իրենք բացառություններ չեն անում, բայց 80-ն էլ քիչ չի, էլի։ Նկատեք, գյուղատնտեսականի դեպքում 99%-ն է անունների, 80-ը վերաբերվում է ընդհանրապես մեր ընդհանուր անուն ապրանքների 80%-ը, ոչ թե կրկնում եմ, ոչ թե ծավալի 80%, այլ անուն ապրանքների 80%-ը կան, հասկանում եք, այնտեղ կան, չգիտեմ, հանքարդյունաբերություն կա այնտեղ, հազարումի բարձր տեխնոլոգիական արտադրություն կա եւ այլ, ոչ ամեն ինչն է, որ այս ATM միջոցառումների մեջ կարող է մտնել եւ ոչ ամեն ինչն է, որ ունի դրա կարիքը, որտեղ կան ապրանքատեսակներ, որ մաքսը մեջը թե առանց մաքս, իրենք միևնույնն է մրցունակ են, օրինակ, չգիտեմ, որտեղ ասենք բարձր տեխնոլոգիա են կամ մանրամասն հիմա չեմ կարող հատ ասել, բայց կան ոլորտներ, որտեղ մաքսը շատ բան չի փոխում, որովհետև մարժան այնտեղ շատ մեծ է։ Գյուղատնտեսական ապրանքը այդ դեպքը չի, նախ մարժայի բերումով եւ երկրորդը, որովհետև դա ավելի շուտ փչացող ապրանք է, այսինքն կորուստի ռիսկը բնական պատճառներով ավելի մեծ է, ավելի արագ պետք է իրացնել, ժամանակի հարց էլ կա, դրա համար այնտեղ մենք շատ ավելի մեծ խնդիրներ։ Լավ, պարոն Եղոյան, հանձնաժողովը հետագա ինչպիսի ընթացակարգ է նախատեսում։ Հիմա կա նմանատիպ որոշում արտոնյալ պայմաններ տրամադրել Հայաստանին, բայց նաև անդամ երկրները չէ, ի վերջո պիտի որոշում կայացնեն, հետո Եվրոպական միությունը ընդհանուր առմամբ գա վերջնական որոշմանն ու իրականացմանը։ Որքան ժամանակ դա կտևի։ Տեսեք, Եվրահանձնաժողովը առաջարկը արդեն իսկ ներկայացնել է Եվրոպական միության խորհրդին, այլ կերպ ասած նախարարների խորհրդին եւ Եվրոպարլամենտին։ Դա էլ է պետք։ Ինձ թվում է երկու դեպքում էլ շատ արագ այդ որոշումը շաբաթների ընթացքում հնարավոր կլինի կայացնել, որովհետև եթե դրա քաղաքական հասկանում եմ, բայց եթե դրա քաղաքական, սա էլ է շատ արագ արդեն։ Սա նման արագությամբ, գիտեք, հաճախ չեն լինում այնտեղ որոշումները։ Ուղղակի ես կարող եմ ասել, որ ես կռահում եմ, որ քաղաքական որոշումը արդեն անդամ պետություններ ունեն, որտեղ եթե չեն ունենում, սովորաբար ուղղակի քաղաքական էթիկայից ելնելով այնպես բանը չեն հասցնում նրան, որ Եվրահանձնաժողովը ինչ-որ նախագիծ բերի եւ իրենք այնտեղ մերժեն։ Եվրահանձնաժողովում կան անդամ պետությունների ներկայացուցիչները եւ իրենք եթե ֆունդամենտալ տարաձայնություն ունեն նման նախագծերի հետ, այնտեղ տեղյակ են պահում, որ չբերեն, որովհետեւ համաձայն չեն իզուր չմերժեն, էլի այսպես ասած։ Ես կռահում եմ, որ քաղաքական համաձայնությունը բարձրագույն քաղաքական մակարդակում բոլոր անդամ պետություններում կա, ուղղակի բանի հարցն է, էլի ժամանակի հարցն է տեխնիկական առումով։ Սահարատապ օգնությունը մեր տնտեսական ներկա իրավիճակում ստեղծված խնդիրը լուծելու համար, թե նաև դրա տակ քաղաքական ինչ-որ հաշվարկ կա։ Հրատապ երկուսը միասին հրատապ միջոց է քաղաքական հաշվարկով ինչ ոչ կարող Եվրահանձնաժողովը կարող առանց քաղաքական հաշվարկի աչուձախ արտոնությունները չի շահել այդ քաղաքական հաշվարկը մնալ Եվրոպական օգնեն այդ հաշվարկը որ իրենց բարեկամ պետությանը օգնեն դժվար իրավիճակում հայտնված ես իդեպ նման քննարկումներ տեսա ես անկեղծ շատ ապշած եմ երեք հեսա կասեմ ինչից Այսպիսի քննարկում տեսա Տիկին ֆոն դեր Լայենի այն ասացից, որ դե որ Ռուսաստանը փակել է, մենք հիմա կբացենք, ասում են ինչի ոչ չփակեր չէիք բացի։ Ես ուզում հիշեցնել, որ սա արտոնություն է։ Սա արտոնություն է։ Սա էլի կբացի։ Ժամանակավոր։ Հա, դե արտոնությունը ժամանակավոր հոմոստական արտոնություն չէի տալու իրենց, այսինքն իրենց արտադրողի հետ անհավասար
փաստացի անհավասար մրցակցության իրավիճակ հո անժամկետ չեն պահի, ասենք այդ մարդիկ էլ իրենք էլ չէ հազար մի խնդիր ունեն։ Սա նույնն է ոնց որ ասենք մարդը ասենք դժվարություն ունենա, իր ընկերոջից օգնություն խնդրի, օգնությունը ստանա, ասի բա ինչի առաջ ինչ չէ իր օգնություն։ Առաջ չուներ այդ մարդը օգնության կարիք, այստեղ ի՞նչ կա շատ քննարկելու։ Հիմա մենք ունենք այդ աջակցության կարիքը, հիմա է տրամադրվել մեզ այդ աջակցությունը։ 3 ամիս առաջ, 4 ամիս առաջ չունեինք դրա կարիքը։ Ես դրանից որ այդ քննարկումների բանը այն տոնով է դա գնում, որ դե տեսեք, ուրեմն դա Ռուսաստանի դեմ է, Ռուսաստանի ոչ թե Ռուսաստանի դեմ է, մենք ձեզ կփոխհատուցենք, գուցե այդ տոնայնության մեջ է։ Հայաստանի կողմն է։ Ռուսաստանի դեմ ինչ կապ ունի։ Մենք ենք տուժում, չէ՞ հիմա։ Ես չգիտեմ իրանք ինչքանով են տուժում, ենթադրում իրանք էլ ինչ որ չափով, բայց մեզ մեր վնասն է հետաքրքրում։ Մենք ենք դիմել մեր ընկերներին, որ մեր նեղորվան հասնեն։ Հիմա ունենք խնդիր։ Ինչ վատ բան կա, որ ընկերդ քեզ նեղորվան հասնում է, դա ոնց որ ասես դե որ նեղ չլներ չէիր հասնելու, որ նեղ չլներ հասնելու կարիք չէր լինելու շատ տրամաբանոր են, էլի։ Դե բայց դե նայեք, երբ որ ասում եք քաղաքական հաշվարկ այո կա, այդ քաղաքական հաշվարկը նաև պիտի ԵՄ-ի շահերից բխի։ Այս դեպքում դուք նկարագրեցիք, որ դա նաև մեր շահ, առաջին հերթին մեր շահերից է բխում, բայց ԵՄ-ի քաղաքական հաշվարկը ո՞րն է այս դեպքում, չէ՞ որ դու քաղաքական հաշվարկ ասելով ինչ նկատ ունեք։ Ինչ թաքնված գաղտնի բան սեղանի տակ։ Չէ, պարտադիր չի գաղտնի լինի, բայց օրինակ քաղաքական հաշվարկն է նա, որ հիմա ճանապարհները ապաշրջափակվելու են։ Հայաստանը օրինակ պահպանի եվրոպական ուղղությունը, շարունակի Վատը։ Չէ, վատ չի, ես ասում եմ կարող է նաև այդպիսի տպավորություն լինել կամ եվրոպական քաղաքական հաշվարկը որն է այստեղ։ Իհարկե, բահո աշխարհում չեն շռայլում այդ արտոնությունը։ Գումարած դրան հակառուսական։ Բացառիկ հակառուսականությունը այստեղ որևէ կապ մեր տեսանկյունից որ կապ չունի, կա խնդիր։ Իրանք ունեն Հայաստանի հետ ընկերություն, բարեկամություն եւ եթե ուզում եք պարզ ասեմ, հա շահեր, չգիտեմ ինչ են մարդիկ ամաչում այս բառից։ Այո, ունեն շահեր, մենք էլ ունենք շահեր, համընկել են։ Ինչպես բազմաթիվ այլ պետությունների հետ կարող են համընկնել։ Հիմա մենք ասիական շուկաներն ենք տանում որպես այլընտրանք։ Հիմա ես տեսա Սինգապուրն ահագին մեծ ծավալներով տանում գյուղատնտեսական ապրանքներ։ Հիմա կարող է ասեն, ուրեմն Սինգապուրը որ վերցնում է այդ ապրանքները, կարող է հակառուսականը դրա համար։ Չէ, պետք է այդ ապրանքը իրան վերցնում է, հայտնվել է մի ապրանքատեսակ, մի որոշակի ծավալով, մի գնով, որը իրան ձեռնտու է ձեռք բերել, ձեռք է բերում, խնդիրը ո՞րն է։ Լավ, պարոն Յողան, իսկ ինչ է նշանակում այն, որ ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարում է, որ մենք իրենց վրա կարող ենք հույս դնել։ Սա արդյոք եղավ էլի արդեն։ Հույսը դրեցինք արդեն։ Այսինքն սրա ներքևում կամ տողատակում չի կարելի հասկանալ, որ կարող եք դուրս գալ կամ եթե դուրս գաք ռուսական համակարգերից մենք ձեր կողքին ենք կամ կփոխհատուցենք ձեզ։ Արդեն իսկ մեր հնարավորությունը այնտեղ սահմանափակվել է առանց մեր դուրս գալ ասելով դա այդպես այնպես չէ՞ որ սենյակա պետքա դուրը բացես դուրս գաս։ Հիմա այնտեղ ՀԱՏՄ-ն ունի ինչ-որ հնարավորություններ, չէ՞, ունի ինչ-որ առավելություններ։ ՀԱՏՄ-ի իմաստը ո՞րն է։ Մաքսային միություն է, որ ունի մեկ ընդհանուր մաքսային սահման, որի մեջ գործում է ազատ շուկա։ Ճիշտ է։ Հիմա եթե այդ ազատ շուկան սահմանափակվելու է մեզ համար, էլ իմաստը ո՞րն է այդ ազատ շուկայի։ Դեռ որ կրիտիկական չի սահմանափակվել, նես չի որ այդ 100% հնարավորությունները դարձել են 0%։ Դեռ այդ իրավիճակը չի, բայց ինչքան ավելի նվազեն մեր հնարավորությունները ՀԱՏՄ-ում, այնքան ավելի անիմաստ է մեզ համար լինելու մնալ այնտեղ, ինչպես ցանկացած այլ մաքսային միությունում, նույնը Եվրամիության մասին կարա։ Հիմա եթե Եվրամիության անդամ պետություններից մեկի համար ստեղծվեն խոչընդոտներ, չնայած ինքը ունի ազատ առևտուր, այսինքն ինքը լիիրավ 4 ազատություններից օգտվելու հնարավորություն ունի։ Քաղաքական որոշման պատկերացրեք։ Ասենք հիմա պատկերացրեք Մեծ Բրիտանիան, օրինակ, որ հայտարարել է, որ պետքա դուրս գա ԵՄ-ից։ Հիշում եք։ Դա հայտարարվել է դուրս գալուց շատ տարիներ առաջ։ Դա եղել է քաղաքական ծրագիր, Դեվիդ Կեմերոնը ընտրություն հաղթեց այդ ծրագրով, հետո հարցը դրեց հանրաքվեի, հետո հանրաքվեից անցան տարիներ, եթե չեմ սխալվում, մի 5 տարի էլ անցավ հանրաքվեից, նոր Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից։ Հիմա պատկերացրեք ԵՄ-ն այն ժամանակ, երբ որ Դեվիդ Կեմերոնը խոսում էր ԵՄ-ից դուրս գալու մասին, ասին վերջ փակում ենք Մեծ Բրիտանիայի համար մեր հնարավորությունները, թեև իրանք անդամ են դե յուրե ԵՄ-ի, դա ինչի կբերեր։ Դա կբերեր նրա, որ կստացվեր, որ մյուս բոլոր պետությունները կմտածեին, որ իրենց հետ էլ դա կարող է տեղի ունենալ, եւ դա կբերեր որոշակի ճաքերի Եվրամիության ճարտարապետության մեջ, որտեղ այդ ճարտարապետությունը այնպես չի գործում, որ դե եթե ես համաձայն եմ քո քաղաքականության հետ,
այսպես կանեմ, եթե համաձայն չեմ, այնպես կանեմ։ Դու պահում ես կանոնների միության, թե չէ՞։ Մենք չենք խախտել ԵԱՏՄ կանոններ։ Մենք ԵԱՏՄ կանոնները չենք խախտել։ Մենք հիմա ԵՄ-ի հետ այս արտոնյալ պայմանները իրավակարգավորումների հետ կապված ԵԱՏՄ-ի խնդիր չեն առաջացնի, դրանք իրար հետ համատեղելի են։ Ոչ, որովհետև դրանք միակողմանի են, մենք ենք տանում այնտեղ։ Մենք ոչ թե իրանք են բերում արտոնյալ պայմաններով Հայաստան, մենք ենք տանում արտոնյալ պայմանները։ Դա այս Մաքսեն միության հետ դա կապ չունի, մենք նես չի որ դեռ ազատ առևտրի համաձայնագիր ենք կնքել ԵՄ-ի հետ։ Երբ մի օր լինի այդ ազատ առևտրի համաձայնագիրը, այո, այդտեղ որոշակի խնդիրներ կծագեն, դա մենք էլ գիտենք, դրա մասին խոսել ենք, բայց հիմա հələ դեռ տեղ չենք։ Հիմա եթե իրանք ուզում են արագացնել այդ process-ը, դա էլ հարց է, ու ոնց տեսնում արագանում այդ process-ը, ինչ ասեմ, արագացնում են։ Պարոն Եղոյան, սա տնտեսական ազդեցության փափուկ ուժի կիրառում չի կարելի որակել ԵՄ-ի կողմից, հաշվի առնելով այդ արտոնությունները, որ մեզ տրվում են, միլիոնավոր ֆինանսական աջակցությունները։ Այդ տերմինների հետ ես հաշտ չեմ, ու որ անկեղծ լինեմ, չեմ էլ հասկանում այդ տերմինների իմաստը։ Տնտեսական ազդեցության փափուկ ուժ, այդ ինչ բան է։ Կարող եք բացառ, օրինակ ես չեմ հասկանում այդ ձևակերպումը։ Կա խնդիր, չգիտեմ, օրինակ ԵՄ-ն ունի էներգակիրների խնդիր։ Ունի էներգակիրների խնդիր։ Դրա համար Ադրբեջանի հետ ավելի սերտ հարաբերություններ է կառուցում։ Հա, որովհետև Ադրբեջանը ունի էներգակիրներ, Հայաստանն էլ ունի ճանապարհներ։ Հիմա ինչ վատ բան կա, որ փոխադարձ շահավետությամբ, մենակ Ադրբեջանը չի որոնի, Միջին Ասիայում էլ կան էներգակիրների ահռելի մեծ պաշարներ։ Հիմա եթե օրինակ այդ ճանապարհները անցնում են Ադրբեջանով, Հայաստանով, Վրաստանով։ Հիմա պիտի բերի այդ էներգակիրները, պիտի բերի։ Ինչ ենք սա մենք ինչ-որ բարդ բառերով ձևակերպում, տնտեսական փափուկ ուժ բան։ Նա խնդիր ունի, իր խնդիրն է լուծում, մենք էլ մեր խնդիրը կարող ենք լուծել։ Այսինքն ինչ ենք այստեղ ինչ-որ կոնսպիրոլոգիա փնտրում, որ այդ ուժը ինչի համար է գործադրում, եթե նույնիսկ այդպես է, որ իր խնդիրները լուծի, հնդածս մենք էլ օգտվում ենք դրանից։ Մեզ համար էլ է դա շահավետ, իրանց համար էլ է շահավետ։ Որևէ այդ բանը Game of Thrones այստեղ պետք չի փնտրել, որ այդ աշխարհի գահերի խաղը այն մեկին մտցնում են, այն մեկին հանում են, բա ինչ անեն, կներեք։ Հիմա երբ որ իրանք ունեին հյուսիսային ճանապարհը, շատ եկեք բաց խոսանք։ Երբ որ Ռուսաստանից ստանում էին նավթն էլ, գազն էլ, չէ՞, քանի տարի է ստանում էին, խնդիրները կային, 14 թվականի խնդիրներից հետո էլ էին իրանք շարունակում ստանալ այդ նավթ ու գազը, ճիշտ է։ Չկար, չէ՞, այդ խնդիրները, այդ հյուսիսային ճանապարհը անխափան աշխատում էր։ Հիմա անխափան չի աշխատում կամ համարյա ընդհանրապես չի աշխատում, բայց ինչ պետք է անեն։ Նստեն սպասեն Եվրամիությունում, թե երբ են այդ ճանապարհները բացվելու, 5 տարուց, թե 10 տարուց, թե 20 տարուց, ոչ այլընտրանքային ճանապարհներ են փնտրում։ Եվ մենք պետք է ուրախ լինենք, որ այդ այլընտրանքային ճանապարհներից մեկը անցնում է Հայաստանով։ Շատ լավ, այլ ինչ առաջարկներով եք եկել հանձնաժողովի նախագահ։ Ну, մնացածը արդեն ընթացիկ ծրագրերի մասին։ Մեկը գործակալության արտահանման խթանման գործակալությունները, մեկը սահմանամերձ համայնքներում։ Սահմանամերձ, ուրեմն այնտեղ նաև ամենակարևորը էներգաարդյունավետության բարձրացումը, որտեղ մենք ԵՄ-ի հետ ահռելի եւ ԵՄ անդամ պետությունների հետ ահռելի մեծ ծրագրեր ենք իրականացնում, դուք տեսնում եք մեր արևային էներգիայի ոլորտում ունեցած հաջողությունները ըստ անցած տարի, եթե չեմ սխալվում, մեր ներքին սպառման 12 թե 13%-ը արդեն արտադրվել է արևային պանելների միջոցով, ի հակադրություն, ասենք 7-8 տարի առաջվա 0-ի, այն ժամանակ 0-ի կամ 0.1-ի, չգիտեմ։ Ուրեմն էներգաարդյունավետություն, կոմունիկացիաներ, գիտեք, որ հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի համար Եվրամիության հետ արդեն 2 վարկային համաձայնագրի, այսինքն EIB, Եվրոպական ներդրումային բանկի եւ EBRD, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի հետ արդեն 2 տրանշերի մասին համաձայնագիրը ստորագրել ենք, անցած տարի վավերացրել ենք իդեպ 236 միլիոն եվրոյի։ Ուրեմն սահմանային անցակետերի արդիականացնում ենք, իրականացնում Մեղրիում մոտ 20 միլիոն դոլարի եվրոյի ծրագիր իրականացրեցին անցակետում, դրան գումարած վիզաների ազատականացման կոնտեքստում սահմանների պատշաճ վերահսկողության, ուրեմն միջոցառումների արդյունավետության բարձրացում,
բիոմետրիկ անձնագրերի հետ կապված գիտեք էլի ամեն ինչ գնում է իր հունով, որը ասեմ, դրան գումարած արդեն ասված է, այնպես որ բոլոր ուղղություններով կարող ենք ասել, որ ունենք միայն ու միայն հաջողություններ։ Շատ լավ, պարոն Եղոյան, իսկ ինչի մասին էր այն խաղաղության կապվածության միջոցով նախաձեռնությունը, սա գործնականում ինչ է նշանակում եւ Հայաստանի համար։ Գործնականում հենց այդ է, էլի, այսինքն Global Gateway-ի մասին է դա խոսքը, դա այո, հենց այն է ինչի մասին որ խոսում էի, այսինքն դրանք նոր ճանապարհների մասին են, որոնցից մեկը նոր երթուղիների մասին են, արևելք, արևմուտք, գլոբալ իմաստով երթուղիների, որոնցից մեկը, եթե ոչ երկուսը, անցնում են Հայաստանով, այսինքն հարավային հատվածով թրիփն է, արդեն իսկ այնտեղ դուք գիտեք, համաձայնագիրն էլ կա, մնացածն է, մյուսը հյուսիսային, այսինքն Գյումրի, Վանաձոր, Իջևան առանցքն է հաղորդակցության ուղիների, որը էլի նախ ամենակարճ ճանապարհն է, սկսենք այդտեղից Եվրամիության համար Միջին Ասիա հասնելու։ Եվ այնտեղ էլի մենք հիմա պետք է հասկանանք, թե ոնց կարող ենք այդ ենթակառուցվածքները զարգացնել։ Այո, դա է կապակցվածություն, ճանապարհ, երկաթգիծ, սա էլ է։ Եվ վիզաների մասով էլ նշվեց, որ առաջիկայում պետք է գան, գնահատում անեն այն վիզաների հարցով ընդհանրապես խնդրեմ չկա, ես ասել եմ, վիզաների հարցով ամենամեծ խնդիրը մենք արդեն լուծել ենք։ Վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվել է։ Հիշում եք այդ մարմինը, որի մասին ասում էի նախարարների խորհուրդ, ահա այդ մարմինը, որ պիտի տար համաձայնություն վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, երկար տարիներ չէր տալիս այդ համաձայնությունը։ Քաղաքական, այն ձեր ասած, քաղաքական պատճառներով միգրացիայի աճ կլինի, սա կլինի, նա կլինի, մինչև ուրեմն մենք ռեադմիսիայի համաձայնագիրը ստորագրեցինք, նա մտավ ուժի մեջ, շատ բարձր արդյունքներ ցույց տվեցինք ռեադմիսիայով, այսինքն մեր քաղաքացիների հետ ընդունելու ցուցանիշները, հա, ցուցանիշներով դրան գումարած այնտեղ որոշակի նվազում եղավ հապաստան հայցողների թվի մեջ, դրան գումարած նաև քաղաքական ահռելի մեծ աշխատանք տարվեց անդամ պետությունների հետ, հատկապես նրանց հետ, որոնք դեմ էին, շատ խոշոր, լուրջ պետություններ դեմ էին ազատականացման երկխոսության սկսվելուն, հիմա արդեն կայացվել է վիզաների ազատականացման եւ մեր խնդիրները տնային աշխատանքի մեջ է խնդիրը։ Այդպես չի լինում, որ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվի եւ մնա օդում կախված, այդպես չի լինում։ 1 տարի է, 2 տարի է, թե 3 տարի է սկսման օրվանից ինչքան է տևում, դա կդժվարանամ ասել, բայց միշտ այդ process-ը հասնում է իր ավարտին, ոնց որ հրավերը մենք արդեն ունենք, ամենակարևորը ունենք, մնացածը տեխնիկական պարամետրերն են, այլևս հարցը չի գտնվում քաղաքական դերակատարների դաշտում, որտեղ քաղաքական դերակատարները ասել են, այ խնդրում ենք անել սա եւ խնդրեմ համեցեք առանց վիզաների։ Հիմա այդ կետերով մենք հատ գնում ենք։ Լավ, ամփոփելով զրույցը, ֆոն դեր Լայնը մինչև Երևան գալը եղել է Բաքվում, այնտեղ էլ իրենց օրակարգով։ Բնականաբար։ Այո, բայց ընդհանուր առմամբ խաղաղության օրակարգի մասով Եվրամիությունը ինչ հնարավորություններ եւ ազդեցություններ ունի, որ գործընթացը առաջ գնա, ստորագրման տեսանկյունից նաեւ։ Ահռելի, տեսեք, եւ խաղաղությունը եւ պատերազմը գործիքներ են։ Եվ խաղաղությունը եւ պատերազմը գործիքներ են։ Եվրամիությունը ինչ կարող է անել եւ ինչ է անում։ Եվրամիությունը մեզ ցույց է տալիս եւ մեզ եւ Ադրբեջանին, որ խաղաղությունը ավելի շահավետ գործիք է։ Ձեր պետությունների բարության եւ մեր եւ իրենց եւ ցույց է տալիս, որ խաղաղ համագործակցությամբ, խաղաղության պայմաններում ձեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ ավելին, քան տեսականորեն կարող է ստանալ պատերազմի արդյունքում, կարող է ստանալ, կարող է չստանալ, այնտեղ էլ ռիսկը կա, կամ կարող է ստանալ շատ բարձր գնով, մի գնով, որը միգուցե եւ ռիսկային լինի վճարել։ Այսպիսի հարցեր կան, իրենք առաջարկում են խաղաղության մեծ օգուտները, որոնք այնքան մեծ կլինեն, որ ոչ մեկ ըստ իրենց հաշվարկի, հա, չի էլ փորձի դրանք փոխարինել պատերազմի հնարավոր օգուտներով, որոնք կարող է լինեն, որտեղ պատերազմը խաղաղությունից ավելի անկանխատեսելի գործիք է, հա, կարող է լինեն, կարող է չլինեն։ Այս մոտեցումը ունի Եվրամիությունը եւ ոչ միայն մեր տարածաշրջանում։ Ընդհանրապես իրենք դեռ տարիներ առաջ գործընթացը տեղից շարժելու մի քիչ առաջ տանելու, ստորագրման process-ը մոտեցնելու Եվրամիությունը ունի նման հնարավորություն, ազդեցություն։ Եվրամիությունը ունի հնարավորություն գետնի վրա նպաստել խաղաղության կայացմանը։ Ես չեմ կարող ասել, որ գիտեք ունի հնարավորություն, որ գնան ասել դե
կլինի ստորագրեք համաձայնագիրը հենց վաղը եւ մենք կարծում եմ որ ավելի շատ այս փուլում պետք է կենտրոնանանք խաղաղության ճարտարապետության վրա որպես այդպեսին, որի քարերից մեկն է խաղաղության համաձայնագիրը, շատ կարեւոր, բայց քարերից մեկն է խաղաղության գործընթացը այլ քարերից էլ է կառուցված, այսպես ասենք, հա, տարածաշրջանային ենթակառուցվածքների, ապա շրջափակում սա էլ է նպաստում խաղաղության կայացմանը, առևտուր, սա էլ է նպաստում խաղաղության կայացմանը։ Գետնի վրա արդեն, գիտեք, հարաբերությունների մի որոշակի ծավալի հարաբերությունների հաստատում, որոնց քանդելը ավելի վնասակար կլինի, էլի վերադառնալով նախորդ ասածին, ավելի վնասակար կլինի կողմերից մեկի համար, քան այն օգուտը, որը տեսականորեն կարող է լինել դրանց քանդելու հետևանքով։ Իդեպ Եվրամիությունն էլ այդ նույն տրամաբանության վրա է, ես էլ ասեմ, կառուցվել։ Այնտեղ նախկին անհաշտ, ուրեմն կարող ենք ասել նախկին թշնամական հարաբերություններ եղավ պետություններ են 4-5 անգամ 100-150 տարվա մեջ արյունալի պատերազմներ տեսած եւ իրանք կանխելու համար հաջորդ պատերազմը որոշեցին մաքսիմալացնել խաղաղության բերած օգուտները, այնքան մեծացնել այդ օգուտները, փոխադարձ օգուտները, որ որևէ մեկի մոտ գայթակղություն չառաջանա էլ ավելի մեծ օգուտի հետևից գնալ պատերազմի միջոցով, որտեղ արդեն իսկ ունի խաղաղության օգուտը իրենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Արման Եղոյանն էր, կհանդիպենք։